13 տարվա ընդմիջումից հետո պաշտոնապես 5-րդ անգամ Վարդան Ղուկասյանը ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, երթմնակալության արարողությունը սկսվեց Շիրակի թեմի առաջնորդի ժամանելուն պես։ Ղուկասյանը երդվեց քաղաքապետի պաշտոնում պահպանել երկրի սահմանադրությունն ու օրենքները, համայնքի ավագանու որոշումները, պաշտպանել քաղաքի սեփականությունը։ Սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրան նյութական և հոգևոր վերելքին։ Ավագ շաբաթը պատշաճ է, որ զբաղվենք հոգևոր խորհրդածություններով, ասաց Շիրակի թեմի առաջնորդը, բայց օրենքի պահանջով է եկել և հետո Ղուկասյանն է հրավիրել։ Հակասությունները չեն խանգարել գործակցել, չեն շփվել, բայց խոնարհված ամենափրկիչը միասին են վերակառուցել, թեև վերջին հայտարարությունը այնքան էլ քաղաքապետի սրտով չէր։ Թող չկարծեն որևիցե մեկը, թե հա բոլոր ամեն տարբերությունները դրեցիք, ոչ ինքը դնող է, ոչ ես։ Հա։ Հիմա հասնենք լավ բաներին։ Հիմա լավն է, որ մենք տալիս ենք օրինակ, լավ օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին։ Վարդան Ղուկասյանին հանձնեցին քաղաքի խորհրդանիշ բանալին, լանջաշղթան պարանոցին կախեց կոմունիստներից Ավետիս Առաքելյանը Փեսան, որին Ղուկասյանը նշանակելու է առաջին փոխքաղաքապետ։ Տեսնում եք ինչ զինանշան է պատրաստել տվել, հեղինակը հատուկ ես եմ այս զինանշանի։ Վարդան Ղուկասյանը հատուկ ողջունեց քաղաքի հյուրերին։ Ռուսաստանը ներկայացնող 102 բազայից և կոնսուլն է այստեղ, մի խոսքով բոլոր ներկաներ, ես հայերեն եմ ասում, ուրեմն մի քանի բան եմ ուզում այսպես ասել, հետո որոշակի ընդհանրապես իմ ելույթները, իմ խոսքը ես չեմ կրում, ես իմ մտքով Աստված ինձ թելադրում է, ես ասում եմ։ Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Իգոր Տիտովն էլ պատասխան ելույթում շեշտեց, որ Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի։ Կոմունիստների հետ միավորված և Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած Իմ հզոր համայնքն ու Մայր Հայաստան խմբակցությունները ներկա էին, ելույթներով հանդես եկան։ Քաղաքացիական պայմանագիրը դարձյալ բոյկոտում էր։ Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքից էլ ոչ ոք ներկա չէր երթմնակալությանը։ Ղուկասյանը այնուհետև բարձրացավ քաղաքապետի աշխատասենյակ, այստեղ էլ երկու հայտարարություն արեց, ասաց եղել է Հայաստանի անկախության համար կռվող մարտիկ, ոչ թե անկախությունը սակարկող։ Այսինքն մենք ասում ենք ռուս-բելորուս միություն, Եվրոմիություն կա, տես հավաքվել են այդ պետությունները միություն են ստեղծել։ Մենք անատ 320 միլիոնանոց այս թուրքալեզու ազգի մեջ է, Ադրբեջանը գիտեք մենակ է, Ադրբեջանը ամբողջ Միջին Ասիան Ադրբեջանի թիկունքն է, թուրքերը իր թիկունքն են, Իսրայելը իր թիկունքն է, մուսուլմանական աշխարհները դրանք սաղ այդ միությունների մեջ են, բացի Հայաստանից։ Այս դուք չեք պատզգում։ Եվ հետո ամենասկանդալայինը քաղաքում հատուկ գործողություն է պլանավորվում, կլինեն կրակոցներ։ Հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ։ Այդպիսի խոսակցություն մահափորձ, մի հատ հասկացի, չես հասկանում։ Մանրամասներին ավելի ուշ կանդրադառնա, վերջում հորդորեց լրագրողներին հեռանալ, պետք է աղոթի, տարածքը մաքրի, հատկապես որ վստահ է աշխատասենյակում ձայնագրող տեսանկարահանող սարքեր կան։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր